Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի կառավարությունը հաստատել է Եվրամիության հետ ֆինանսական աջակցության խոշոր փաթեթը 143 միլիոն եվրոյի չափով։ Այս միջոցառումները նախատեսված են 2026-2028 թվականների համար եւ ուղղվելու են տարբեր ոլորտների զարգացմանը։ Մասնավորապես նախատեսվում է պետական կառավարման բարեփոխումներ, աշխատաշուկայի զարգացում եւ իրավական համակարգի ամրապնդում։ Կարևոր է, որ գումարի մեծ մասը տրամադրվում է դրամաշնորհների տեսքով։ Սա թույլ է տալիս նվազեցնել պետական պարտքի բեռը։ Իշխանությունները վստահ են, այս աջակցությունը կխթանի տնտեսական աճը, սակայն քննադատները հարց են բարձրացնում, արդյոք այդ միջոցները արդյունավետ կօգտագործվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը պետք է կենտրոնանան իրենց կյանքի կայացման վրա Հայաստանում։ Նրա խոսքով վերադարձի մշտական սպասումը խանգարում է մարդկանց սոցիալական եւ հոգեբանական կայունությանը։ Նա ընդգծել է, որ պետության առաջնահերթությունն է ապահովել նրանց բնակարանային եւ սոցիալական խնդիրների լուծումը։ Փաշինյանը նաեւ նշել է, որ վերադարձի հարցը ներկայումս չունի գործնական հիմք։ Ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, համարելով նման մոտեցումը վտանգավոր եւ բաժանարար։ Վանաձորում կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկը Արմեն Այվազյանը արդեն երրորդ անգամ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա ներկայումս ավագանու անդամ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Այվազյանը նախկինում զբաղեցրել է եկամուտների հավաքագնման եւ գույքի կառավարման բաժնի ղեկավարի պաշտոնը։ Նրան մեղադրում են կաշառք ստանալու եւ տալու, լիազորությունների չարաշահման եւ խարդախության մեջ։ Հատկանշական է, որ նա նախկինում եղել է այլ քաղաքական ուժերի կազմում եւ միայն հետո միացել ՔՊ-ին։ Բնակիչների խոսքով նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությունները հաճախ համընկել են քրեական գործի զարգացումների հետ։ Վարդենիսի զորամասում տեղի ունեցել արտակարգ միջադեպ զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով։ Դեպքի ընթացքում 3 պահեստազորային դանակահարվել են եւ տեղափոխվել հոսպիտալ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածվող անձը արդեն ձերբակալվել է եւ հանգամանքները պարզվում են։ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Վրաստանին գազատարի մի հատված տեղափոխելու խնդրանքով։ Խոսքը վերաբերում է մոտ 5.5 կիլոմետր երկարությամբ հատվածի փոփոխությանը։ Այն կտեղափոխվի մի քանի կիլոմետրով եւ կմիացվի հայկական նոր կառուցվող հատվածին։ Այս գազատարը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն հիմնական ուղիներից է ռուսական գազի մատակարարման համար։ Հայաստանը կախված է այս տարանցի ենթակառուցվածքից։ Նախագիծը կարող է ազդեցություն ունենալ էներգետիկ անվտանգության վրա։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ից 5-ը Երևանում։ Նա նշել է, որ անհամբեր սպասում է հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ նրա, Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկերն է։ Կողմերը կքննարկեն համագործակցության խորացումը։ Հատուկ ընդգծվել է ընդհանուր արժեքների եւ միջազգային իրավունքի կարևորությունը։ Այս գագաթնաժողովը կարող է շրջադարձային լինել հարաբերությունների զարգացման համար։ Հայաստանի ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպան Արման Խաչատրյանը։ Կողմերը անդրադարձել են միջազգային անվտանգության խնդիրներին։ Այս շփումները դիտվում են որպես ռազմական համագործակցության խորացում։ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տաշկենտում անցկացված միջազգային մրցաշարում։ Նա հավաքել է 7.5 միավոր 10 հնարավորից։ Մարտիրոսյանը կիսել է առաջին հորիզոնականը Արտյոմ Ուսկովի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է առաջին տեղը։ Այս հաղթանակը կարևոր է հայկական շախմատի համար։ Այն հաստատում է Հայաստանի ուժեղ դիրքերը միջազգային ասպարեզում։ Գյումրու ավագանին հայտարարել է արտահերթ նիստ անցկացնելու մասին։ Այն տեղի կունենա ապրիլի 1-ին համայնքապետարանում։ Օրակարգում ընդգրկված է դատարանում պետական շահերի պաշտպանության հարցը։ Քննարկվելու է նաև փաստաբանի ներգրավման թեման։ Նիստը կարող է կարևոր որոշումների հանգեցնել։ Քաղաքում սպասվում է քաղաքական ակտիվություն։ Որոշ շրջանակներ չեն բացառում, որ քննարկվող հարցերը կարող են կապված լինել համայնքային գույքի կամ իրավական վեճերի հետ։ Արտահերթ նիստը դիտվում է որպես հնարավոր քաղաքական զարգացումների մեկնարկային փուլ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մանկավարժների հետ։
Քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման հարցեր, անդրադարձ է եղել նաև կրթական նյութերին։ Հանդիպումը միտված էր ոլորտային խնդիրների լուծմանը։ Ուսուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները, քննարկումները շարունակական բնույթ են կրում։